Բարև, սիրելիներ, Ղևդաց 16-րդ գլուխը գվերապերի մեղքի քավության օրվան մասին։ Այդ Քրիստոսի քավիչ աշխատանքին շուկն է։ Քավության օրը սուքի եւ ձոն բահելու միակ օրն էր, որ Աստված տվավ իր ժողովրդին։ Մեղքի պատճառով հոգին դանչվելու օրն էր։ Քավություն բառը եբրայերեն քաֆար բառն է, որ կնշանակե ծածկել։ 5 դագարանին մեջ Աստված չվերցուց մեղքը։ Ան ծածկեց մարդոց, մինչև Քրիստոսը եկավ եւ վերցուց այն անոնց համար, որոնք հավատացին։ Մեգեն երկու համարներում մեջ Աստված կսահմանե հստակ հրահանգներ, արարողություններ եւ ծեսեր, որոնք պետք է կատարվեին քավության օրը։ Այդ տեղի ունեցավ Նաթափի եւ Աբիոթի դեպքեն ետք, որ պատճառ դարձավ անոնց մահվան։ 3-4 համարները կընդգծեն, թե ինչպես քավության օրը քահանայապետը մինագը պետք է կատարեր քավության գործի այս ծեսը։ Ան օգնական պետք չէր ունենար։ Այդ ամբողջովին քահանային գործն էր, սկսյալ փոքր գործեն, մինչև քահանայապետական պաշտոնը։ Այս կնախանշե Քրիստոսի մեր քահանայապետին թերը, որ ան միայնակ վարվեցավ աշխարհի մեղքերը լուծելու հարցը։ Երբ այդ տեղի ունեցավ եւ Քրիստոս իր վրա վերցուց աշխարհի մեղքը, ան լքվեցավ Աստծմե եւ մարդոցմե։ Ետքը քահանայապետը մեկ գոմ դրավ իր սկեսները, լվացվեցավ եւ հագավ այդ արիթին համար հատկացված կտանը։ Քահանայապետը պետք էր մաքուր եւ անարատը լար, ինչպես որ մեր մեծ քահանայապետը Քրիստոսը մաքուր է։ 5-6 համարները կնկարագրեն, ինչպես քահանայապետը պետք է մեղքի բادرակ մատուցաներ ինքզինքին համար, բայց մեր Տեր Հիսուս Քրիստոս պետք չուներ այդ մեկին, որովհետև ան ինքզինք զոհաբերեց խաչին վրա աշխարհին մեղքերուն համար։ Երբ Հիսուս ծնավ եւ թլփատվեցավ, անոր մորը համար ընձադրվեցավ, հիշեցնելու, որ մայրը մեղավոր է, բայց ոչ Հիսուսի համար։ Հիմա 8-14 համարներում մեջ ներկայացված է երկու այծեր։ Մեկ այծը որպես մեղքի ինձազոհաբերեցին, իսկ մյուսը դարին անաբադ ու ազատ արձակեցին այնտեղ որպես քավության նոխազ։ 15-19 համարներում մեջ մեծ դժմարտությունը այն է, որ երբ քահանայապետը մերցուց այդ այծը արավ անոր արյունը, անկնած սրբության սրբոց վայրը ոչ միայն իրեն եւ իր ընտանիքին համար, այլ նաեւ Իսրայելի զավակներուն համար։ Այս մեղքի բادرակ է անոնց հանցանքներուն եւ անմաքրության համար։ Ետքը անթուրս կուկա եւ արյունով կսրսկե զոհասեղանը, որբեսի մաքրվի, որ քավե մարդոց մեղքերու պատճառով առաջացած բղձումը։ Այս մեզի կհիշեցնե, որ ոչ թե խաչն է ամենակարևորը, այլ ան, որ մերավ խաչին վրա աշխարհի մեղքերուն համար։ Քրիստոսը թափեց իր արյունը եւ ան այդ արյունը ներկայացուց իմ եւ քու մեղքերուն համար։ Եվ հիմա մենք փրկված ենք Քրիստոսի թանկագին արյունով։ 20-22 համարներու մեջ քահանայապետ Ահարոնը իր արյունոց ցերկերը գտնե գենթանի այծին քլխուն եւ գխոստովանի Իսրայելի մեղքերը։ Այս ցերկը տնելը ցույց կտա, որ այս այծը հիմա գխորհրդանշե Իսրայելի մեղքերը։ Քրիստոսը սավ Դերը անոր վրա դրավ մեր բոլորին անօրենությունները եւ ան մեղք սեփվեցավ մեզի համար։ Ահարոնը ետքը այդ այծը գտնե հարմար մարդումը ցերկերուն մեջ, որ անձնական շահմը չուներ ադով, որբեսի դանի զայն անաբադ եւ արցակե զայն։ Իսկ իսրայելցիները գետրոններուն մեջ գեցած էին, որբեսի տեսնեն, որ կորձը կատարված է։ Եվ ինչպես լուրը փոխանցվեցավ գետրոնե գետրոն, այնպես ալ այդ բարի լուրը, որ Քրիստոս վերցուց մեր մեղքերը, փոխանցվեցավ սկսյալ Մատթեոսեն, Մարգոսեն, Ղուգասեն եւ Հովանեսեն, թեպի Բողոս Արաքյալին եւ եկեղեցվո նախահայրերուն եւ վերջապես ինձի եւ քեզի։ 23-25 համարներու մեջ ձեսը կամփոխչանա։ Ահարոնին կմնար միայն լվացվիլ եւ Ահարոնը մեկ տարի ալ չեր համարձակեր մտնել սրբության սրբոց վայրը։ Մեզի համար Քրիստոս մտավ սուրբ վայրը եւ իր արյունը մատուցանեց եւ Աստված հերացուց մեր մեղքը։ Ինչպիսի առանձնաշնորհում։